Տեր Հայր, մեծ բակի ընթացքում եկեղեցին ընդգծում է աղոթքի խոնարհության եւ բարեգործության կարեւորությունը։ Ինչպես կարող է հավատացյալը այս 3 սյուները դարձնել իր առօրյայի մի մաս, դրանք չընկալելով որպես պարտավորություն։ Ոչ թե միայն մեծ բակի ընթացքում պիտի աղոթես, մենք ամենօրյա կյանքն է այդպես սկսում աղոթքով։ Լույսը բացվեց, պիտի շնորհակալություն հայտնես Տիրոջը, որ նորից լույսը տեսա, որովհետեւ երբ որ այսօր մարդիկ ասում են, բա ինչու հրաշքներ չեն կատարում, ես միշտ ասում եմ, ամենամեծ հրաշքը, որ դու ամեն առավոտյան արթնանում ես։ Սրանից ավելի մեծ հրաշք մի փնտրեք։ Նորից հնարավորություն ունես կյանքդ շտկելու, փոխելու, մեկին սիրելու կամ ավելի լավը դառնալու։ Երկրորդը, երբ որ պարկում ես քնելու, նորից պիտի ասես, փառք Տեր Աստված քեզ, որ այսօրն էլ խաղաղ անցկացրեցինք։ Այսինքն աղոթքը ինչ որ ժամանակի համար չի։ Աղոթքը զրույց է Տիրոջ հետ։ Դու քո ամենասիրելի մարդը չես ձգտում խոսել։ Ոնց են սիրահարվածները, չէ՞, թե իրար չեն էլ տեսնում, նամակ են գրում, հաղորդագրություն են գրում, զանգում են, նկար են ու այսինքն ամեն ինչ անում, որ ցույց տան իրենց ներկայությունը, որ իրենք իրենց կյանքի մեջ ներկա են։ Աղոթքի միջոցով դու ես ներկա Տիրոջ կյանքի մեջ։ Երբ որ Սուրբ Գիրք ես ընթերցում, Տերն է քո ներկա քո կյանքի մեջ։ Ինքնա փոխադարձ հարաբերություն, որ դու պիտի պահես, ոչ թե միայն մեկ ժամանակի համար պահես։ Այս օրինակը չմոռանամ հիշեմ, այսօր մարդիկ ասում են որոշել ենք 50 օր չխմենք։ Այսինքն խմել է, ծխել է դա 50 օրվա համար, չէ՞, դա ամբողջ տարին պետք է հասկանաս, որ դա մեղք է։ Մեղքի ճանապարհով պետք չի գնալ, ոչ թե աստուն դու լավություն տես քո համար, քո խաթր համար ես 48 օրին զրկել եմ, չեմ խմել, չեմ ծխել։ Դա քեզ համար ես անում, Տիրոջ համար չես անում։ Դու ինչ որ անում ես, դա քեզ է օգուտ բերում։ Դու Տիրոջ համար ես անում, բայց շահում ես դու։ Դու Տիրոջ փառքի համար ես աշխատում, բայց շահում ես դու եւ քո շրջապատի մարդիկ։ Ուրեմն աղոթքը ամենօրյա գործընթաց է, ուրեմն դու տարվա 365 օրն էլ պիտի աղոթես։ Դա նույն օրինակը բերեմ մարմնամարզիկ, եթե ինքը 1 օր չմարզվի, ինքը չի կարող լավագույն վիճակը պահել հաղթանակի հասնելու համար։ Քրիստոսն որ ամեն օր չի աղոթում, մի օր աղոթում է 10 օր չի աղոթում, մի օր գնում է մոնվարելու 20 օր եկեղեցի չի մտնում, ինքը չի այդպես էլ չի հասկանում իր նպատակը Աստծուն տեսնելու, զգալու որն է իր նպատակը։ Երկրորդը բարեգործությունը, սա էլ ամենօրյա գործընթաց է, ոչ թե որոշակի օրերի համար։ Հայերը մեզ ինչ են սովորեցնում, որ ինչ որ դու ստանում ես, միշտ աղքատի բաժինը հանիր, որ Տերը քո սեղանին քեզ հետ ճաշի նստի։ Այսինքն դու այդ ձևով Տիրոջը քո տուն ես հրավիրում, ինչպես որ Աբրահամը, հայր Աբրահամը առանց ճանաչելու մարդկանց բերեց իր տուն հյուրասիրելու, պարզվեց, որ Աստված էր իրեն այցելել։ Եվ հյուրասեր, նույնպես հյուրին սիրը, չէ, հյուրասեր վառ, այսինքն կարևոր սկզբունք է դրված մարդուն, որ դու սիրես այն մարդուն, որ ուզում ես օգնես, եւ նրա մեջ ինչ որ դու դնում ես, տալիս ես այդ մարդուն, դու իրականում Քրիստոսին ես տալիս։ Հիսուս ասում է, երբ որ բանտում էի, այցի եկաք, հիվանդ էի, տեսության եկաք, ծառավ էի, ջուր տվեցիք, քաղցած էի, հաց տվեցիք, մերկ էի, շոր տվեցիք, առաքյանները հարցին Տեր, երբ այս ամեն արեցինք, ասում է, իմ եղբայրներից որ մեկին արել եք, իմացեք ինձ համար եք արել։ Եվ Աստված է պարտքի տակ մնացող Աստված չէ։ Այն մի կտոր հաց, որ դու տալիս ես աղքատին, կրկնապատիկ, հազարապատիկ Աստված քեզ վերադարձնի։ Եթե դու գիտակցելով հասկանալ, որ այս մարդը կարիք ունի այս ամեն ինչի։ Աղքատները ինչի համար են այս կյանքում, որ հարուստները ողորմություն տալ սովորեն, որ հարուստները իրենց ունեցածի մեջ չխեղդվեն, աղքատին օգնեն, բարի գործեն եւ իրենք էլ փրկության արժանանան։ Սրա համար է բարեգործությունը, բարի գործ անելը դա պարտավորվածություն չէ, սա մեր բնական պետքն է, այսինքն ավելին չես անում։ Հիմա ես երբ որ աղոթում եմ, սա ավելին անել չէ, սա իմ բնական վիճակն է, ավելին կլինի, որ մեկ ուրիշ համար ես մեռնեմ, իմ կյանքում սիրտը կամ երիկամս հանեմ մեկին տամ, սա կլինի ավելին։ Բայց այն ինչ որ մնացած եմ, սա քո ամենօրյա կյանքի ընթացն է, սա լավություն չես անում որևէ մեկին։